Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն էլի նվազել է։ Քովիդից հետո միայն 2023-ին էր հաջողվել հաղթահարել 2019-ի շեմը, նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ ավելացնում. դրան նպաստել է ռուսների եւ ուկրաինացիների մեծ հոսքը։ Բայց 2024-ին 2023-ի համեմատությամբ մոտ 5%-ի նվազում կա։ Նվազել է նաեւ 2025-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 11%-ով։ Շատ ոգևորվեցինք կորոնավիրուսից հետո այդ վերականգնման գործընթացով, այսպես այցելությունների, զբոսաշրջային այցելությունների այսպես դինամիկ աճով եւ ըստ էության մեզ մոտ գների ես կասեի անհարկի բարձրացում տեղի ունեցավ։ Համակարգի բարելավումը կառավարության նոր որոշմամբ է պայմանավորում Ապրեսյանը, ասում է նախագիծ են ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, հավանության է արժանացել, պիտի դիմեն կառավարություն, որ հարկային քաղաքականությունը բարելավի։ Սա միակ պատճառը չէ, որ զբոսաշրջիկները չեն շտապում նախկին տեմպերով Հայաստան այցելել։ Անվտանգության խնդիր կա, երկրի ներսում չէ, սահմանների մոտ։ Հայաստանը դեռևս եվրոպական, ամերիկյան, ճապոնական, մեզ համար շատ կարևոր նպատակային շուկա հանդիսացող երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում ներկայացված է կարմիր սահմանագծերով։ Այն է ոչ այնքան անվտանգ երկիր։ Ստացվում է ըստ Ապրեսյանի մի շարք երկրների կառավարություններ հորդորում են իրենց բնակիչներին չգալ Հայաստան, գալու դեպքում էլ հեռու մնալ զբոսաշրջային ակտիվ Սյունիքի կամ Տավուշի մարզերից։ Ըստ վիճակագրության 2024-ին Հայաստան ամենաշատը եկել են Ռուսաստանից 937.823 մարդ։ Իսկ որտեղ են ցանկանում հանգստանալ մեր քաղաքացիները։ Տուրմենեջեր Լուսինե Դավթյանի խոսքով զբոսաշրջության համար ակտիվ համարվող այս սեզոնին բնակչության համար առավել նախընտրելի են ծովափեր ունեցող երկրները։ Եգիպտոս, Մոնտենեգրո, Կիպրոս, Էմիրություններ, երբեք չի զիջում իր դիրքերը, Մալդիվյան կղզիներ եւ այլն։ Տուրիստական գործակալության աշխատակիցն ընդգծում է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Եվրոպա, բայց սրան խոչընդոտում են դեսպանատների մերժումները։ Բոլորը ցանկանում են տեսնելով տոմսերի մաչելի արժեքները գնալ, բայց դեսպանատները արհեստականորեն ստեղծում են շատ խառնաշփոթ իրավիճակ, որը որ շատ վատ է անդրադառնում։ Հիմնական մերժումներ կարող են լինել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն այստեղ մշտական գործ, բավականին լավ եկամուտ, սեփականություն ու մեկ էլ շատ անհիմն մերժում։ Առավել տպավորիչ են ներքին զբոսաշրջության տվյալները։ 2023-ի համեմատ 2024-ին գրանցվել է 23% աճ։ Հարցված քաղաքացիներից շատերն այս տարի եւս պլանավորում են հանգիստն անցկացնել հայրենիքում։ Երևի թե Հայաստանում կհանգստանամ, Սևան եմ գնալու։ Տենց եմ նախատեսել։ Եթե ես գնալու լինեի, անպայման Հայաստանում կմնայի, չեմ գնա դուրս, բայց այս տարի ընդհանրապես ոչ միտեղ չեմ պլանավորել գնալ։ Ես Գյումրի կուզենայի գնայի, որտեղ ես այնտեղից եմ։ Ես Գյումրից շատ եմ սիրում, ես գյումրեցի չեմ։ Բայց ինք որ մնաց Գյումրի, ես էլ հետը կգնամ։ Յուրականում։ Հունաստան, Գրեցիա, մեկ է Դուբայ, Արաբսկի Էմիրատը։ Ես նախատեսել էի Հայաստանում, բայց արդեն հուլիսից հետո։ Ներքին զբոսաշրջության աճը խոստումնալից է, սակայն արտասահմանցիների հոսքի վերականգնումը պահանջում է ռազմավարական մոտեցում եւ վստահության ամրապնդում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Open Media։